Փետրվարի 13-ին ներքին գործերի նախարարության կրթահամալիրում տեղի է ունեցել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարության եւ ենթակա ծառայությունների 2025 թվականին կատարած աշխատանքներն ու գրանցված արդյունքները։ Ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանել է նաեւ լրատվամիջոցների հարցերին։ Թմրամիջոց ապօրինի պահելու եւ իրացնելու հերթական դեպքը քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները բացահայտեցին փետրվարի 6-ին։ Ժամը 15:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասում նրանք ձերբակալեցին ու վարչություն տեղափոխեցին Երևան քաղաքի բնակիչ 26 եւ 38 տարեկան երկու տղամարդկանց։ 38-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված, իսկ 26-ամյա տղամարդու խուզարկությամբ հալյուցինոգեն սնկերով լցված 100 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը մոտ 88 գրամ էր, նաև դանակ, կրփազենք։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Բնակարանային գողության մասին հաղորդումը ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 28-ին։ Գյումրիի Շիրակացու փողոցում գտնվող տնակից գողացել էին հեռուստացույց եւ կենցաղային իրեր։ Մեկնել էր քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվել էին անհրաժեշտ գործողություններ։ Փետրվարի 3-ին ստացվեց հավաստի տեղեկություն, որ բնակարանային գողությունը կատարել են 23-24 տարեկան գյումրեցի երկու երիտասարդներ։ Պարզվեց նաեւ, որ նրանք հեռուստացույցը վաճառել են 31-ամյա համակարգացուն։ Նույն օրը Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում կասկածվողներից մեկը ձերբակալվեց։ Նա խոստովանեց, որ տեխնիկական միջոցի գործադրմամբ դռնով մտել են հիշյալ տնակ եւ գողոնով հեռացել պատուհանից։ Գողոնը հայտնաբերվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Մի բնակարանային գողություն էլ Շիրակի քրեական ոստիկանները բացահայտեցին փետրվարի 5-ին։ Այս դեպքում հանցանքը կատարվել էր հունվարի 29-ին։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ առավոտյան ժամը 9-ից 14 ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Գյումրիի Կիրակոսյան փողոցում գտնվող բնակարանի դուռը եւ գողացել ոսկյա զարդեր, ժամացույցներ ու 1900 եվրո։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Շիրակի քրեական ոստիկանների եւ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում ստացվեց տեղեկություն, որ գողությունը կատարել են Արարատի մարզի Արևշատ գյուղի բնակիչ 50 եւ Մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 36-ամյա երկու տղամարդիկ։ Պարզվեց նաեւ, որ նրանք դեպքի վայր են ժամանել 50-ամյա տղամարդու վարած Nissan Magnus-ի մեքենայով։ Փետրվարի 5-ին 50-ամյա Արևշատցին հայտնաբերվեց, ձերբակալվեց, իսկ փետրվարի 7-ին Մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցի իր տանը ձերբակալվեց նաեւ 36-ամյա տղամարդը։ Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։
Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում և փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն և չեք դառնա զեղծարարության զոհ։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։